Դրսևորության իմացանք, որ ԱԱՑ-ի ներխուժել է Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարան, այս պահին ուղղել է տեղեկությունը, որպես այդպիսի չունենք, փաստաբան է վերցում է, երևի քիչ հետո դուրս կգան ավելի մանրամասն կիմանանք ինչի մասն է խոսքը, բայց շատ ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումը երեք բոլորը ամբողջ Հայաստանի Հանրապետությունը տեսել է, որ երկրի ղեկավարը հանձնարարություն է տվել իրավապահ համակարգին, որպեսզի այսպես ասած գործ կարեն բեսպրեդենտ ձևով փորձեն մարդկանց վախեցնել, չեմ կարծում թե իրենց այդ նպատակը, որ կարող է վախեցնել արդարանալու է, ամեն դեպքում բոլորի համար շատ պարզ ու հստակ է ամեն ինչ։ Պարոն Խաչատրյան, հնարավոր է, որ այս ամենի հետևանքը նաև երեկվա Լևոն Քոչարյանի կոշտ ելույթներ։ Իհարկե հնարավոր է, որովհետև այդ մարդը չի կարողանում ասել, որ կան մարդիկ այս երկրում ընդդիմադիրներ, ովքեր խոսք են ասում, իրենց մտածածն ասում են հենց իր թիմի, հենց իր ներկայությամբ, իրենց մտահոգություններն են բարձրաձայնում։ Բնականաբար մենք տեսանք հենց այդ խոսույթներ, այդ խոսակցություններ կարծես այս ջղաձգեց երկրի վարչապետին, ազգային ժողովի ամբիոնից հրաման տվեց իրավապահ մարմիններին, որպեսզի ինչ-որ գործեր կարեն եւ մարդկանց ահաբեկեն։ Պարոն Խաչատրյան, իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ինչ տեղեկություններ ունեք, ասում են, որ նա հակակոռուպցիոն կոմիտեում է, դուք ինչ գիտեք։ Իմ ունեցած տեղեկությունները դա որ հակակոռուպցիոն կոմիտեում է, վաղ առավոտյան ներխուժել է Ռոբերտ Քոչարյանի բնակարան, բայց այլ մանրամասներ այս պահին չենք կարող ասել, չգիտենք։ Պարոն Խաչատրյան, փաստորեն ստացվում է, որ ինչպես Գագիկ Ծառուկյանի պարագայում, հիմա էլ արդեն Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ կապող բիզնեսներն են մտել նույն Toyota-ն, մարզասրահներից մեկը։ Հնարավոր է նույն սցենարը տենանք, էլի վերցնեն դա իրենցից, չգիտեմ, կառավարիչներ նշանակել ինչպես սովորել։ Այսօր իշխանություններից ամեն ինչ սպասելի է, բայց ես հույս ունեմ գոնե որ մի քանի տոկոսով Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է որ արդարադատությունը լինի, բայց ձեր ասածը ես չեմ բացառում, որովհետև իշխանություններից ամեն ինչ սպասելի, իրենք այսպես ասած արդարություն ասվածը Հայաստանում վաղուց չկա եւ երեք երկրի վարչապետի ելույթներից տեսակ ինքն էր բողոքում երկրի արդարադատությունից, դատարաններից, կարծես 8 տարի իրենք չեն իշխանության եւ սպասելի է կարծում եմ այս ամեն ինչը որտեղ կունենա, չեմ բացառում ոչինչ։ Պարոն Խաչատրյան, երեք Լևոն Քոչարյանը նաև իր ելույթում ասում էր, որ սա չէ ժողովրդավարությունը եւ այլն, արդյոք այս դեպքերով միջազգային հանրության եք դիմելու կամ միջազգային հարթակներին։ Իհարկե, նաև այդպես է լինելու, բայց մինչ դա փորձենք հասկանանք փաստաբանների միջոցով վերջանալ այս գործողությունները, հասկանանք ինչի մասին է ընդհանրապես խոսքը, բոլոր իրավական պրոցեսները բնականաբար փորձել են։